Սիրելի զոլագարցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 2018 թվականին ձեզ հետ միասին մենք Հայաստանում արեցինք ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն եւ այդ հեղափոխության նպատակներից մեկը Հայաստանի թալանը դադարեցնելը եւ թալանվածը ետ բերելն էր։ Ես ուզում եմ ձեզ հետ կիսել այս ընթացքում մենք ինչ ենք արել այդ ուղղությամբ։ Մասնավորապես 2021 թվին էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությունը փայ կունենա, փայաբաժին կունենա, ժողովուրդը դեմս կառավարության 2000 թվից առաջին անգամ։ Եվ մենք արդեն հոկտեմբերին ունենք փայաբաժին եւ 2018-ից 2025 թվականները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամի ավելի շատ գումար վճարել պետական բյուջե, քան նախորդող 8 տարիների ընթացքում 300 միլիարդ դրամի։ Մենք այս ընթացքում ֆինանսների նախկին նախարարի Միացյալ Նահանգներում ապօրինի ձեռք բերված տունը մեր երկրի հայցով հանվելավաճառքի եւ գնի 70%-ը այժմ գործընթացի մեջ է պետական բյուջեը փոխանցվում Հայաստանի Հանրապետության։ Ինչի 70%-ը, որտեղ Միացյալ Նահանգների օրենքների առանձնահատկություններից ելնելով։ Մենք Կոտայքի նախկին մարզպետ Գուլոյանի առանձնատունն ենք պետականացրել եւ դա 2.5 միլիոն դոլարի արժողությամբ եւ դա այլևս իր սեփականությունը չի, դա ժողովրդի սեփականությունն է։ Մենք Հայաստանի էլեկտրական ցանցերն ենք, որը կոպեկներով սեփականաշնորհվել էր Կալուգացի օլիգարխին, վերադարձրել ենք եւ դա լինելու է պետական։ Եվ այսօր մենք արձանագրում ենք, որ տասնյակ տարիներ Կալուգացի օլիգարխը մանկապարտեզների վրա հոսանքի ավել փող է գրել ու գրպանել, դպրոցների վրա ավել փող է գրել եւ գրպանել, զորամասերի վրա ավել փող է գրել հոսանքի եւ գրպանել։ Եվ այսօր այդ ամեն ինչը թալանվողը այլևս կասեցված է թալանը, իսկ թալանվածը վերադարձնելը գործընթացի մեջ է, Կալուգարցի օլիգարխը այսօր դատվում է եւ պիտի դատվի։ Մենք այս ընթացքում 770 միլիոն դոլարի ապօրինի գույք եւ դրամական միջոցներ ենք ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով վերադարձրել պետությանը։ Մենք այս ընթացքում հազարավոր հեկտարներով հողեր ենք վերադարձրել պետությանը, համայնքներին տասնյակ հազարավոր քառակուսի մետրերով զբոսայգիների տարածքներ վերադարձրել ենք երեխաներին, վերադարձրել ենք համայնքներին։ Եվ այս գործընթացը իհարկե լինելու է շարունակական։ Այսօր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից 200 միլիոն դոլարի հայց է ներկայացրել եւ դա առաջին հայցն է։ Մենք 2018 թվականից մինչև այսօր 6.6 միլիարդ դոլարի լրացուցիչ գումարներ ենք ուղղել պետական բյուջե։ Այդ գումարները նախկինում քրեական օլիգարխիայի գրպաններն էին հոսում եւ մենք կոտրել ենք դրանց թալանչի թաթիկները եւ այդ գումարները ուղղել ենք դեպի մեր ժողովրդի եւ երկրի բարեկեցություն։ Հիմա դուք կարաք հարցնեք, բա այդ միլիարդները ինչ են եղել, ինչ են կարել։ Այդ միլիարդներով մենք հազարավոր կիլոմետրեր ճանապարհ են կառուցել։ Դուք հիշում եք ճանապարհների մի վիճակը Երևանից Մարտունի 2018 կամ Երևանից Վարդենիս 2018 թվից առաջ։ Ես եք Երևանից դուրս եմ եկել ենք գնացել ենք ճամպարակ, հետ ենք եկել մեծ Մասրիկ Վարդենից, մի հատ ոչ բարեկարգ ճանապարհ չեմ տեսել։ Այս ողջ Սևանի շուրջը մենակ մի կտոր ճանապարհ կա, բանի ծովակից մինչև Կարճախբյուրը, այդտեղ կախված էր նրա հետ վեճ կար, քանի մետր է պետք բարձրացնել այդ ճանապարհը։ Սկզբից նախագիծը նենց էր, որ շատ պետք է բարձրացնեինք, հետո այդ թվում մեր համայնքները, տեղի ժողովուրդը մեզ ասին, այդքան բարձրացնում եք, այդքան Սևանը տեսանելի ապագայում չի բարձրանալու, չարժի այդքան գումար ծախսել։ Հիմա սկսել ենք արդեն աշխատանքը, ավելի քիչ ենք բարձրացնում, ավելի քիչ գումարներ ենք ծախսում։ Մենք հարյուրավոր կիլոմետրերով, հազարավոր կիլոմետրերով փողոցներ ու մայթեր ենք սարքել։
հազարավոր կիլոմետրերով լուսավորություն ենք անցկացրել, այսօր մենք գյուղերը ցեխերի միջից հանում ենք, գյուղեր կան, որ իրենց պատմության մեջ բարեկարգ փողոց չեն ունեցել եւ կանայք այդ գյուղերում ապրող կյանքում կրնգով կոշիկ հագնելու հնարավորություն չեն ունեցել, այսօր մենք այդ փողոցները դարձնում ենք ապրելու կյանքի տեղ մեր բոլոր բնակիչների համար, այսօր մենք 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակ եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ Եվ 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ ես թոշակի թեմաներին մենք անդրադարձել ենք։ Այսօր առողջության ապահովագրության համակարգ կա, մեր երեխեքը եւ մեր 65+ տարիքի թոշակառուները պետության բյուջե, պետական բյուջեի հաշվին օգտվում են առողջության ապահովագրության համակարգից եւ այսօր ոչ մի ծնող մտավախություն չունի թե որ իմ երեխան առողջական խնդիր ունեցավ կամ իմ ծնողը առողջական խնդիր ունեցավ, ես ինչ եմ անելու, որտեղ ինքը գիտի իր պետությունը իր կողքին կանգնած է եւ էսա տեղի ունեցել, էսա փոխվել 2018 թվականից ի վեր եւ սա է ահա Մեկ Ծառուկյաններից, Քոչարյաններից, Կալուգացիներից այդ թալանի փողերը կտրել ենք եւ մցրել ենք ձեր գրպանը, այսօր այստեղ հրապարակում չկա մի մարդ չկա կանգնած, որ այդ թալանչիներից կտրված գումարներից կոնկրետ իր գրպանը չի մտնում, եթե կա այդպիսի մարդ, ասեք որ կա այդպիսի մարդ Որովհետև մեկը աշխատավարձ է, մեկը թոշակ է, մեկը առողջության ապահովագրություն է, մյուսը փողոց է, մյուսը դպրոց է, մյուսը մանկապարտեզ է, մյուսը լուսավորություն է, մյուսը ջրագիծ է, էս է ձեր պետությունը, որովհետև անցել են ժամանակները, երբ որ իշխանությունը տեր էր, ժողովուրդը ծառա, այսօր ժողովուրդը տեր է, իշխանությունը ծառա, եւ մեզ համար մեծ պատիվ է ձեզ ծառայելը, եւ մենք այսօր ձեզնից մանդատ ենք ուզում ձեզ ծառայելը շարունակելու համար։ Բայց նաեւ ուզում եմ հետ գնաք եւ հիշեք թե ինչ էին ասում, պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինչ էր ասում բանակի մասին։ Ասում էր, որ մենք բանակը քանդում ենք, որ մենք բանակը թալանում ենք, մայիսի 28-ի զորահանդեսը տեսակ ժողովուրդ, տեսակ, եւ այդ զորահանդեսում մենք ձեզ ցույց տվեցինք միլիարդավոր դոլարների սպառազինության նմուշներ, բայց այդ ամեն ինչի մեջ կարևորագույն հատվածը այն արտադրանքն էր, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, եւ մենք այսօր այո ունենք ռազմաարդյունաբերական համալիր, այսօր մարզամերգային համալիրում բացվում է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ ձեր տեսածի զորահանդեսի 10 անգամ ավելի նմուշներ են ցուցադրվելու այնտեղ եւ քաղաքացիները կարան գնա եւ սեփական աչքերով տեսնել։ Բայց ես ինչի աչքին ա եղել ժողովուրդ ջան։ Այն, որի մենք այդ թալանչիների ձեռները ջարդելով կտրել ենք Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը, Կալուգայական օլիգարխիայից, մենք դրա հաշվին Հայաստանում գիտության ֆինանսավորումն ենք 2.8 անգամ ավելացրել 180%-ով, գիտության ոլորտում 100-ից 300% աշխատավարձեր ենք բարձրացրել, 20 միլիարդ դրամի գիտական սարքավորումներ ենք առել մեր գիտահետազոտական ինստիտուտների համար, 170 միլիարդ դրամի ներդրում ենք արել ռազմաարդյունաբերական համալիրում եւ մեր այսօրվա ռազմաարդյունաբերական համալիրը արտադրանքը արտահանում զարգացած երկրներ, արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքել եւ ես ձեզ շնորհավորում եմ ռազմաարդյունաբերական համալիր ունենալու առիթով։ Այսօր, այսօր թե երեք թե այսօր, խառնում եմ արդեն օրերը։ Մինոք, երեք ամսի երկուսներ այսօր ամսի երկնա, ճիշտ է։ Երեք Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում
Հունիսին Հրազդանում բացվելու է երկրորդ արհեստական բանականության գործարանը 5 միլիարդ դոլար պոտենցիալ ներդրումով։ Ինչի շնորհիվ Ժողովուրդ ջան, որովհետև անցած տարի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի հետ մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր արհեստական բանականության ոլորտում։ Եվ այն ժամանակ ընդդիմությունն ասում էր, դե ինչա թղթի կտոր է, ոչ հետևանք ունի, ոչ իրավական արդյունք ունի։ Մի տարի չի անցել, հələ տեսեք ինչա տեղի ունեցել։ Երևանի պետական համալսարանի համար ստեղծել ենք արհեստական բանականության կենտրոն, սուպեր համակարգիչ ենք տեղադրել։ Գագարինում ստեղծվել է արհեստական բանականության գործարանը եւ Հրազդանում ստեղծվելու է 5 միլիարդ դոլարի նախագիծ երկրորդ արհեստական բանականության գործարանը։ Մի տարին դեռ չի լրացել, արդեն 3 արհեստական բանականության կենտրոն Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է նոր որակի պետություն։ Հայաստանի Հանրապետությունը դառնում է նոր որակի տնտեսություն։ Ավելին ասեմ, ընդդիմությունը 5 տարի ասում էր ամեն օր ձեզ, ամեն օր ասել են միջանցքա խոստացել, միջանցքա տալիս մեղրին, մեղրին տալիս է, միջանցքա տալիս։ Ինչ? Բա այդ ամեն Ժողովուրդ ջան, այսօր տեսեք Գեղարքունիքի մարզի համայնքները մինչև 2018-ից 25 թիվը իրականացրել են 20 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր 8 տարվա մեջ 20 միլիարդ, բայց ձեր հարցին եմ պատասխանում հիմա մենակ 2026 թվի համար 8 տարվա համար 20-ի են ներկայացրել 20 միլիարդի հիմա մենակ 26 թվի համար ներկայացրել են 25 միլիարդ դրամի ծրագիր, որից ոնց լինի 20-ը կհաստատվի։ Այսինքն, այն ինչ որ արվել է նախկինում 8 տարվա մեջ, հիմա արվելու է 1 տարվա մեջ։ Դա ինչ պլյուս, այսօր քանի դպրոց է կառուցվում։ Այսօր 15 դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվում Գեղարքունիքի մարզում։ Այս նշանակում է, որ ինչքան շինարարության աշխատատեղ կա Գեղարքունիքի մարզում, հենց 2026-27 թվին կրկնապատկվել, եռապատկվելու է այդ տեղերը, եւ այսօր ձեզ համար այդ աշխատատեղերը ստեղծվում են եւ ստեղծվել են, եւ դա տեղի է ունենալու։ Եվ նաև վերադառնալով ուզում եմ ասում են միջանցքա տալիս։ Թրիփ նախագծի համաձայնագիրը նախաստորագրված եւ հրապարակված է։ Եվ այդտեղ արձանագրված է, որ Հայաստանը ոչ միայն իր իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանում է թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ։ Այսինքն մի միլիմետր տեղ չկա, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը կամ իրավազորությունը սահմանափակվում է։ Ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է շրջափակում, այդ շրջափակված չենք մենք Ժողովուրդ ջան, մենք հաղթահարում ենք մեր շրջափակումը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վերածվել խաղաղության խաչմերուկի եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ խաղաղության խաչմերուկի առիթով։ Բայց այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը էլի գլուխ է բարձրացրել։ Ասում է բարձրացրել է գլուխը ջարդա։ Ջարդելը չգիտեմ, բայց դրանց բոլորին բանտ եմ ղրգելու։ Քոչարյանի գլխավորությամբ։ Չէ, ջարդելու այդ գործ չունենք մենք։ Օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ երկար պետք է նստեն, որպես թալանչիներ, որպես լրտեսներ, այսօր Ժողովուրդ ջան, մենք գործ ունենք լրտեսական եռագլուխ կուսակցության հետ։ Այդ մարդիկ, որի իրանց մուսկուլներն են ցույց տալիս, հանդես են գալիս որպես ուժեղ, այդ մարդիկ կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել, ոչ բիզնես են ինքնուրույն արել։ Ծառուկյանը եւ իր կյանքում մի բան է
ինքնուրույն արել, ոստիկանության ստարշին ա եղել ռուս տուրիստ 1000 ներողություն եկեղեցու մեջ բռնաբարելա, էդ արել ինքնուրույն, դրանից հետո ուրիշ ոչ մի ինքնուրույն բան չի արել, էդ մարդիկ ամբողջ կյանքները պապաներ և հովանավորներ են մանեկել, և այսօր էլ լրտեսական ցանց են ձևավորել, Գագիկ Ծառուկյանի կուսակցության երկրորդ համարը այսօր կալանավորված է պետական դավաճանության մեջ եւ ինքը իմացել է ում է ցուցակը դնում, որովհետեւ իրան հանձնարարել են, ինքը ինքնուրույն որևէ բան ի վիճակի չի անել եւ քանի որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ իրեքին հրաժարվել եմ պապայություն անել, որովհետեւ ինձ բան այդ ինչա Ինձ անառակ զավակներ պետք չեն, ժողովուրդ ջան, ինձ անառակ զավակներ պետք չեն Եվ այդ անառակ զավակները վերադարձի շանս երբեք չեն ունենալու Դրա համար իրանք ընկել են աշխարհ և պապաներ են ման գալիս իրանց համար Բայց էլի եմ ասում, իրանք չեն հասկանում, որ իրանք ընդամենը մանրադրամի դերում են Այս ընտրություններից հետո իրանց որպես մանրադրամ խուրդելու են ուղղակի Եվ դուք դա սեփական աչքերով տեսնում ենք Հայաստանի Հանրապետ Ես ասել եմ նրանք երազելու են Հայաստանի Քոչարյանը, Կալուգացին, Ծառուկյանը երազելու են Հայաստանից փախնելու հնարավորության մասին բայց իրանք չեն ունենալու այդ հնարավորությունը Ժորժ ջան, այս ամեն ինչ իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այս ընտրությունների մեծագույն հարցերի հարցը հետեւյալն է։ Արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը։ Որտեղ է ամենակարևոր հարցը։ Այս ընտրություններում ով գնաց քվեարկության եւ բոլորը պետքա քվեարկության գնան եւ պետքա քվեարկության գնան որպեսզի պատասխանեն մի հարցի իրանք տեր կանգնում են խաղաղությանը թե տեր չեն կանգնում իրանք տեր կանգնում են պետությանը թե տեր չեն կանգնում իրանք տեր կանգնում են ապագային թե տեր չեն կանգնում Էսա պատճառը որ բոլորիդ կոչ եմ անում խնդրում եմ հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Եվ 16-ին քվեարկելը պետք է մի բան նշանակի, որ ամեն քվեարկող 16-ին քվեարկելով հետևյալն է ազդարարում, որ ինքը պետությանը տեր է, որ անկախությանը տեր է, որ ապագային տեր է, որ իշխանությանն է տեր, որովհետև իշխանությունը 2018 թվականի ձեզ է պատկանում, դուք եք որոշում ամեն ինչ, տեսեք այդ մարդիկ, ընդամենը 9 տարի առաջ կարող էին հավակնել, որ իրանք կարան որոշեն, ով բիզնես անի, ով չանի, ով արտահանի, ով չարտահանի, ով ներմուծի, ով չներմուծի, ով շնչի, ով չշնչի, նույնիսկ մարդկանց ճակատագրերը կարային որոշեին, այսօր իրանք ոչ մի բան չեն որոշում, այսօր դուք եք որոշում ամեն ինչ, Այսօր այդ թվում այդ երրագլուխների ճակատագիրը դուք եք որոշում տեսեք ասում եք այս անենք դուք ոնց որոշեք տենց էլ լինելու է ոնց որոշեք չէ հոп տենց չի քվեարկությունով բարաթը միջև չլինի եւ այս համատեքստում շատ կարեւոր է որ մեզնի ջուրաքանչյուրը հստակ եւ աներկբա արձանագրի, որ պետության ապագան, անկախության ապագան, խաղաղության ճակատագիրը կախված է ընդամենը մեկ մարդուց, պատկերացնում եք մի մարդուց, այսինքն ինձ ինչա պետք է ընդամենը մի մարդու հետ պայմանավորվել եւ բոլոր հարցերը լուծված են, ընդամենը մի մարդու, եւ այդ մեկ մարդը դու ես,
Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Եվ այդ երեխեք դուք չեք մասնակցում քվեարկությանը։ Դուք այդ մեկ մարդը չեք։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Ով է այդ մեկ մարդը թող բարձրացնի իր ձեռը։ Ով է այդ մեկ մարդը։ Եվ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, զոլակարին, Մարտունի խոշորացված համայնքին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, երկու կարճ հայտարարություն։ Առաջինը։ Ուրեմն դուք երեխեքին թխվածներ տվեք։ Ուրեմն Գեղարքունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի է ունենալու այսօր ժամը 20:00-ին Գավառի կենտրոնական հրապարակում։ Ուղիղ 20:00-ին ոչ մի րոպե, ոչ շուտ, ոչ էլ ուշ։ Բոլորիդ հրավիրում եմ եւ մեծ պատիվ կլինի ձեզ տեսնել, ելույթներ կհնչեն, դրոն շոու կլինի, ես էլ ելույթ կունենամ, մի հատ էլ ելույթ կունենամ, բայց նաեւ վարչաբենդի հետ բոլորիդ համար կնվագեմ իրական Հայաստանի Հանրապետություն երգը։ Սա առաջինը, երկրորդ հայտարարությունը։ Հունիսի 5-ին, էլի ուղիղ ժամը 20:00-ին, ոչ մի րոպե, ոչ ուշ, ոչ շուտ։ Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր մեծ եզրափակիչ հավաքը։ Հունիսի 5-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում Երևանում։ Եվ ես ժողովուրդ ուշադիր, այդ հավաքին հրավիրում եմ մի մարդու, ընդամենը մի մարդու, այն մարդուն, ով տեր ապետությանը, ով տեր անկախությանը, ով տեր ապագային, ով տեր խաղաղությանը, հունիսի 5-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար